դուք ուրիշ համեմատություն սպասում եք, որ կաներ Նիկոլ Փաշինյանը, ես չէի սպասում։ Ինչքան էլ դա խոցում է մեզ, ինչքան էլ վիրավորում է մեզ, ինչքան էլ նվաստացնում է մեզ, Նիկոլ Փաշինյանը իր այդ բանդայի հետ Հայաստանը դարձրել է 5-րդական, 6-րդական երկիր։ Այ դա երևում է բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցից հետո մեկ այլ երկիր այցելությունից հետո դարձրել է 5-6-րդ սորտի երկիր։ Տեսեք, ընտանիքներ կան, որտեղ բարեկեցությունը այնքան լավ չի, բայց կոկիկ այնպես են դուրս գալիս, որ հարևանը չմտածի, որ այս ընտանիքում ինչ որ բան այն չէ։ Մենք ունենք կրոն, որը մեզ պահել, փայփայել, բերել, հասցրել է այստեղ, ու մենք տեսնում ենք ամեն օր ինչ է կատարվում մեր եկեղեցու դեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է, դա ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չի ասել ներքին լսարանի համար, դա ասել է նաև միայն ներքին, դա ասել է նաև արտաքին լսարանի համար։ Իրեն, ինքը ոնց է SMS-ներ ուղարկում, չի բացառվում, չէ՞ որ իրեն էլ են SMS-ներ ուղարկում։ Այդ ոնց է ինքը կարող է, իրեն չեն կարող։ Երկիր է, որը ցավոք ամեն օր մենք տեսնում ենք մեր երկրի վերացման գործընթացը։ Դրա համար առաջիկա 4 ամիսները մեզանից եւ ներուժ են պահանջելու, եւ բարոյական, եւ հոգեբանական մեծ գործոն եւ արժանապատվություն, մեզանից ամեն ինչ են պահանջելու, որպեսզի մենք կարողանանք գնալ, որպեսզի մենք առաջին հերթին սկսենք գնահատել մեր անվտանգությունը։ Այս սուտի, այս որ ասում են, այդ որ ասում է պահենք, պահպանենք, փայփայենք այս խաղաղությունը։ Հիմա հարցնում եմ. Նիկոլ Փաշինյան, Վահագն Խաչատուրյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, ձեզ 100 հազարավոր քաղաքացիների անունից ուզում եմ հարցնել ու դուք հրապարակեք, որտեղ է, որ թղթի վրա եւ ինչ է գրված այդ խաղաղության պայմանագրում։ Բավական է ասեք խաղաղություն, խաղաղություն։ Այդ բառ է, որ գտել եք, որ ասում եք։ Ուզում եք ես էլ ասեմ Հայաստանը Մարս ու Յուպիտեր է։ Բառ է, ասում եք։ Որտեղ է այդ պայմանագիրը, սևով սպիտակի վրա գրված։ Հրապարակեք, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր է ստորագրել։ Չասեք նախաստորագրված, չգիտեմ, հետո այդ նախաստորագրվածը չեղավ, բավական է խաբեք, որտեղ է գրված պայմանագիրը, որ թղթում, ովքեր են ստորագրել այդ թղթի տակ, եթե դա դուք չեք ասում, մի խաբեք։ Նախաստորագրված 100 հատ ձեր դարակներում թղթեր կարող են լինել։ Նորից եմ ասում, եթե մենք չենք ուզում մեր երկիրը տանել նոր պատերազմի, ապա պետք է ոչ ասել բազմաթիվ պատերազմներ բերող այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել Արցախը հանձնած ու արցախահայերին անտուն թողնած այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել 5000 երեխայի մատաղ արած այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել 10,000-ից ավել հաշմանդամ դարձրած տղաների այս իշխանությանը։ Ապա պետք է ոչ ասել անհետ կորած տղաների, որոնք մինչև հիմա չեն գտնում ու գերիներ ունենք Բաքվի բանդում այս իշխանության մեղքով այս իշխանությանը։ Եթե ուզում ենք, որ լինի լավ Հայաստան, պետք է անվտանգ Հայաստան, պետք է ոչ ասել այս իշխանությանը։ Դուք ասում եք Սուրեն Պապիկյանը հատվածներ էր ցույց տալիս։ Նախ ինձ համար անընդունելի էր այդ տարածքները այդպես հրապարակայնացնել, ինձ համար անհասկանալի եւ անընդունելի էր, եթե հիմա ես լինեի այսպես հրաշքով հայտնվեի այդտեղ ու մի հատ ֆոտո դնեի իմ էջում, վստահ եմ ցմա, այս իշխանությունը ցմահ կտար։
Հա, ածը ասեցիք հիշեցի, ես երեք այդ ֆոնին, որ այդպես ձերբակալություններ էր էջմիածնում բան, հիմա համարն էլ կարող եմ ցույց տալ, զանգահարում եմ էջմիածին Վաղարշապատ խոշորացված համայնքի քաղաքապետարան, կրթության բաժին, հասկանալու համար այն կոռուպցիոներ ԿՊ-ական տնօրենը Գեղակերտ համայնքի ինչ եղավ, գնում է դպրոց, ձերբակալված, տնային կալանք էին տվել, հեսա վերջանում է, նորից գորգը փռելու են տանեն դպրոց այդ կոռուպցիոներին, ինչ են անելու։ Ուրեմն քաղաքապետարան երկու զանգ գնում էր տու, զանգում ես իրանց թեժ գից, սատկած չկա, ոչ մի պատասխանող չկա, այդ կառույցում ոչ մի պատասխանող չկա։ Լավ է, ձեզ հասնում է, ասում եմ, ովքեր գնան ընտրեն Նիկոլ Փաշինյանին կամ իրա որևէ թիմակցի, ասելու եմ ձեզ հասնում է։ Հիմա ասում են, վայ, այն օրեջ, մենք չգիտեինք, ախր մեր արգիշտը ինքը մեխակի տղան էր, մենք չգիտեինք, լավ էլ գիտեիք։ Ձեզ էլ եմ հորդորում, մի հատ կապնվեք, մարսպետարան, գուցե չգիտեմ, կամ կարելի է Գեղակերտ գնալ դպրոցի ժամին, տեսնել այդ դպրոցի տնօրենը, այն կոռուպցիոները, այն որ բաներ բաժանում, շորմոր էր ընտրությունների, սենց ցուցակները, սենց դասավորած բաժանում էր։ Հələ տեսնենք ուր է, բա այդ ԱԱՑ-ն ինչի դες չմտավ պարկացրեց գետնին։ Բա ի՞նչ չտեսանք այդ պարկացնելը, բա ուղղորդում էր, չէ՞ քաղաքացիներին, այն որ ասում էր, արի ես երկու զույգ սապոկը քեզ կտամ, ուղղորդում էր, չէ՞ այդ քաղաքացուն։ Բա ինչի չտեսանք այդ ԱԱՑ-ն գնար, տենց գետնին տապալ էր։ Իրանցը իրանցն է, մյուսն է։ Հիմա այդ մյուս ջան, եթե չես ուզում, որ մտնենք, ես տենց շինծու, օրինակ ասեմ, բանա, այս ջրի փոխարեն ուրիշ բան ես խմել տանդ, կամ էլ գիտես մի ժամ լույսը տավել ես օգտագործել են, Ռոմանոս ընդեղ ինչ անի։ Գալու են հերթով բոլորի տներ մտնելու են, պետք չէ որ դու ինչ որ քայլ արած լինես, որ գան քո հետևից։ Ուղղակի գալու են։ Ինձ համար անընդունելի է այդ տեսարանը, որ ես տեսա, իսկապես անընդունելի է, որ մենք այդպես հրապարակայնացնում ենք, թե մենք ինչ ենք արել, ինչ չենք արել, եթե այդպես էր, Վարդենիսում զոհված տղայի մայրը, Վարդենիսի դիրքերում հակառակորդի զոհված տղայի մարդը Գյումրու գյուղերից մեկում անցած տարի էր, երբ որ իրենց տանն էին, գիտես ինչ էր պատմում Սուրեն Պապիկյան, 3 ամիս այդ դիրքեր մեքենա չի բարձրացել, 3 ամիս, ուղղակի չի բարձրացել, այդ երեխեքը ուտելիք չեն ունեցել, հիմա ում ես, լավ է որ արվում է, լավին վատ, վատին վատ, հիմա մի երկու կոպեկ ծախսել ես, մի քիչ բան ես սարքել, ինչ ես դա հանրայնացնում, ինչի։ Ոչ միայն հանձնած դիրքերը, նրանց պերերիվ է գնում, ամեն օր պերերիվ է ստեղից գնում, որտեվ եթե ստեղից չգնար, մյուսները չէին կարողանա, չէ, բերել ասում էր սովածանան կգնան։ Խնդիրը գիտեք, ոչ միայն դա խայտառակություն է, իրենք այդպես էլ չեն հասկանում ինչ է նշանակում տվյալ ընտանիքում զոհ, չեն հասկանում, դրա համար եմ ասում, բացել եք գեթ մեկ ընտանիքի դուռ, թե տղա եք, գնացեք, բացեք, նստեք, խոսեք իրենց հետ, այդպես այդ վառվռուն ձեր աչքերով նայեք այդ ընտանիքների աչքերի մեջ, խնդիրը նաև դա չի, որ դուք ասում եք մեր դիրքերը, ես մի անգամ այստեղ ասել եմ, տաքսու վարորդի հետ գալիս էի, տղան այդ զորավարժություններից նոր էր վերադարձել, ասում էր բարձրացանք, էլի խոսքը այդ Գեղարքունիքի մարզի դիրքերից մեկի մասն է, բարձրացանք, ասում է, որ մեկը մեզ եկավ, ասեց ինժեներական աշխատանքներ այդտեղ պիտի արվի, մյուսն եկավ, ասեց, չէ, այս դիրքը հանձնելու ենք, պետք չի ոչ մի բան անել, ես դա փոխանցում եմ այդ տաքսու վարորդի, ով 25 օրյա այդ վարժանքներին է ներկա եղել, ուղղակի խոսում ենք այսպես մտերմաբար, եւ այդ
տեղեկատվությունը ինձ հաղորդեց։ Հիմա դուք ասենք կարողա 20 դիրքից որոշել եք 7-ը պահել, մի քիչ դզել, փչել։ Այդ երեք ես որ տեսնում էի այդ կադրերը, ինձ մոտ, գիտեք, միանգամից այսպես եկավ այն կլուբնիկի սեղաները։ Ես վախենում եմ ձեր այդ կադրերից, իսկապես վախենում եմ։ Ու որպեսզի մենք մեր մեջ հաղթահարենք մեր վախերը, մեր ոչ պիտի ասենք։ Ուղղակի պիտի գնանք, չգիտեմ, այնտեղ պատռելա, մի կողմ շպրտելա, ինչա։ Այդ քվյաթերթիկը պետքա չլինի ծրարում։ Ընդամենը դա պիտի է, մեզանից դա է պահանջվելու, իշխանական ռեսուրս, չգիտես, հասկանում ենք, կա այդ ամենը, բա մարդիկ միլիոններով պարգևավճար են ստանում, իրանց գերեզմաներից էլ քարշ կտան կբերեն ընտրության, հասկանում ենք դա, բա մենք ինչ ենք անում, որպեսզի մենք չասենք, չդժգոհենք, մեզ այդ մի քայլն է, գնանք վերականգնելու մեր արժանապատվությունը, վերականգնելու մեր անվտանգությունը, վերականգնելու մեր բանակի զինվորի համբավը։ Սրանք զինվորին դարձրեցին դասալիկ, բանակը կազմաքանդեցին։ Ինչ է ասում, ասում է այդ էկոնոմիկայի նախարար, ասում ավելի լավ ունենանք այս ճանապարհը, քան թե զենք ու զինամթերք։ Շնորհակալություն։ Ես եմ